3-4 տարեկաններին մեջ բերել եմ մի քանի պատված, ինչ պետք է տեղեկացնեն երեխային, որոնց սա խորհուրդ է տվում, երևի թե 0-4-ը ծնողներին որ իրենք տեղեկացնեն, երեխային պետք է տեղեկացնեն հղիության, ծննդաբերության, սեփական մարմնի հետազոտման, վաղ տարիքում մաստուրբացիայի մասին։ Սա մինչև 4 տարեկան երեխաներ։ Մի րոպե։ Նախ ասեմ էսելի, ես եմ պոռնիկն է, որը մտել է Հյուսիսային պողոտա Արա Զորաբյան կոչված պոռնո երևույթը նախկին Փաստաբանների պալատի նախագահ կոչված պիդրն է, որը էլի նույնպես իր այս պոռնոների ցուցումով օրինականացնում է այս անօրինական պետական դավաճաններին միջազգային հանցագործներին այս հանցախումբը գործակալական ցանցի գործողությունները սարքում է օրինական, այսինքն նրանց կողմից նաև ընդունված կոնվենցիաները, օրենքները օրինականացնում է այս գանդոնը, ու այսօր սա եւս խաղում է հանդիմություն, սա Լանզարոտի կոնվենցիան է, որը ընդունվել է նաև, լսում եք, նաև այս պոռնոյի կողմի, նաև Վանեցօղլու կողմի, նաև Խերժոյի կողմի, նաև դաշտանների կողմի, նաև հանրապետական պոռնոների կողմի, նաև կուսակցական բոլոր պիդրների կողմի, որովհետև բացին զանից նշված երևույթների դեմ ոչ դատական գործողություններ է իրականացնում, պրոցես է տանում, ոչ էլ բոլոր համակարգերին բացի ինձանից մենակ ես եմ ներկայացվել եւ մենակ իմ ընկերների հետ է մասնակից եղել դատական պրոցեսին եւ էլի պարտակվում թաքցվում է հարցը առաջանում ամբողջությամբ էսա լսել տամ նորից էլի հիշողության թարմացում էլի որսներ ստացվում է տեսեկի ովքեր է սպիդերներին ասում են իշխանություն սրանք բոլորը մանկապիղծեր են պիդերներ են իրանց երեխեքին իրանք շինում են մուսորներն էլ դադաղազներն էլ դադավորներն էլ կուսակցություններն էլ կռված կոչվածներն էլ Վանեցօղլիներն էլ Խերժոներն էլ բոլորը ովքեր է սպիդերներին ասում են իշխանություն ովքեր չեն միանում իմ նույնը սասնացուր խաղացող են գանդոնները բոլորը նույն պեդաֆիլներն են բոլորը իրանց երեխեքին այլասերում են պղծում են նրանց հետ հարաբերություններ են ունենում քննիչներ դադաղազներ դադավորներ սրանք բոլորը այլասերված պիդերներ են եւ տեսեք ինչ է ստացվում որևիցե մեկը չի աշխատում այս պատճառները վերացնի, որ սրանց պատասխանատվության պատժի ենթարկվի, այլ թողում են այդ ամենը ցեղասպանել, ահաբեկել, տերորի ենթարկել, խաբեությամբ, խարդախությամբ գումարներ շորթեն, պատել, ասում են Ղարաբաղը մերը չի, Ադրբեջան, Արևմտյան Հայաստան ամրագրում են Թուրքիա, հրահրում են մեզ պատերազմների, սա միջազգային հանցագործություններ են, վերացնելով մեր ամբողջականությունը, մեր ամբողջականությունը մերն է, հնարավորություն տալով այլ ցեղատեսակների, որ մեր տարածքները զավթեն, մեր երեխաներին զոհաբերեն, մեր երեխաներին ցեղասպանեն, ոչնչացնեն, եւ այս պոռնիկները ամրագրելով մեր տարածքները որպես գոյություն չունեցող պետության տարածքներ, մեր երեխեքին տանում են, որպես վարձ ու վարձկաններ այնտեղ սպանվելու, ցեղասպանվելու, հարցը առաջանում, կռված կոչված պիդերներ, դուք այսքան գիտակցություն չունեք, հա? Գնացել եք, ընդ ինչ խաղեր եք խաղում, հա? Պիդերներ, կամ ես մոմ վառող սուկաներ, դրոշակ վառող ղախպեք, այդ մոմ վառելով, դրոշակ վառելով, ջահերով երթ եք անում, հանուն ձեր լափի, խիչ եք գալիս, դադավարությանը մասնակցել, մեծ եղած չեղածին տեր կանգնել և սրանց հրապարակավ սատկացնել, այլ միտումնավոր նպատակային օրինականացնում եք, որ այդ ցեղասպանության ծրագիրը շարունակվի, մեր պետությունը վերացվի։ Ուրեմն դուք ինչ եք։
հարց եմ տալիս։ Գնեմ լսեք, հա։ Մի րոպե։ Հատված, ինչ պետք է տեղեկացնեն երեխային, ում սա խորհուրդ է տվում, երևի թե 0-4-ը երեխա ծնողներին որ իրենք տեղեկացնեն, երեխային պետք է տեղեկացնեն հղիության, ծննդաբերության, սեփական մարմնի հետազոտման, վաղ տարիքում մաստուրբացիայի մասին։ Սա մինչև 4 տարեկան երեխաներ։ Ուրեմն, եւ գենդերային ինքնությունը հետազոտելու իրավունքի մասին։ 4-ից 6 տարեկան սեփական մարմնին դիպչելու հաճույքի եւ ուրախության մաստուրբացիայի մասին, որոնք պետք է տեղեկացնեն բոլոր զգացողությունները հանդիսանում են նորմալ։ 6-ից 9 տարեկան համացանցում սեքսի մասին, հաճույքի եւ ուրախության իր մարմնին դիպչելու այդ թվում մաստուրբացիայի մասին, սեռական ակտի մասին։ Սա 6-ից 9 տարեկանի, 9-ից 12 տարեկան հղիություն, չպաշտպանված սեքսի, առաջին սեռական փորձի, գենդերային կողմնորոշման մասին, հաճույք, մաստուրբացիա, օրգազմ, նույնասեռ սիրո մասին։ Սա 9-ից 12 տարեկան երեխաների։ Ես 12-ից բարձր արդեն վախենում եմ հնչեցնել, որովհետև գնալով ավելի բարդանում է վիճակը։ Հիմա հարց է առաջանում։ Լսում եք պոռնոներ։ Մոմ վառող, դրոշակ վառող, դաշնակ կոչվածներ, դաշտաններ, հանրապետականներ, խերժոր ռաու վանեցողլի, կռված պիդրներ, լսում եք։ Ազգային ախորի գանդոններ։ Լսում եք ինչ եմ ասում արա։ Քնիչներ, դադաղազներ։ Նախ բոլորդ էլ անօրինական եք, սուկաներ, լսում եք։ Ձեր ոռները 4 տոնածառ են կոխելու գանդոններ։ Բայց մինչև կոխելը։ Լսեք ինչ եմ ասում ձեզ պիդրներ։ Դուք այսօրվա վրա մանկապիղծ եք, պեդոֆիլներ եք, ցեղասպանող եք, ազգ պետություն վերացնողներ եք, գանդոններ, ուզում եք ֆուրաշկեք դրեք, ուզում եք գեներալնի պագոններ դրեք, ուզում եք կապիկություններ արեք, ուզում եք ինչ արեք, բոլորդ գնդակահարվելու եք։ Ովքեր, նորից եմ ասում, մինչև կոկորտները թաթախված չեն, որովհետև ով որ թաթախվածը այլևս փրկություն չունի։ Միացեք ազգային ազատագրական պայքարին, որ այս պոռնոներին, այս մանկապիղծ գյոթերին, որի մասնակիցը նաև դուք եք, սրանց հրապարակավ սատկացնենք, ու այս կապիկությունները, ովքեր այսօրվա վրա դուրս են եկի օպերայում խաղում են, եւ այդ սփյուռքի կոչված պոռնոները, որ սրանց աջակցում են, բոլորդ իմացեք, դառը վախճան եք ունենալու։ Իսկ ով որ գիտակցություն ունի, հասկանում է ինչ է կատարվում։ Ձեր երեխեքին խեղճացեք, այդ պիդրներ, որ վաղը մյուս օր ձեր երեխեքը ձեր վրան շռելու են։ Ձեր երևույթների իրանք իրանք ձեռով ձեզ սատկացնելու են։ Որովհետև որևիցե գիտակից մարդ, որը հասու է արդեն, վերլուծում է, հասկանում է, գիտակցում է, նա այս ամենը չի կարող կուլ տալ։ Եվ անկախ ամեն ինչից, լինեք ծնող կոչված, թե ինչ, ոռները տա կոխելու, այդ ամենը, ու ձեզ դառը պատժի է ենթարկելու, նաև իրենց ձեռքով, որովհետև նորմալ մարդը, գիտակից մարդը, ով գոնե չնչին ուղեղային հատված ունի, ով գոնե չնչին մարդկային հատկանիշներ ունի, նա այդ ամենը իրական պատկերով հասկանում գիտակցում է ու դրա դեմ պայքար է տանելու։ Իսկ աշխարհի մարդկությանը դիմում եմ անկախ իրենց պատկանելիությունից, կարգավիճակից, այսինքն կրոնական, հոգևոր եւ այլ եւ այլ։ Միացեք ազատագրական անջատում են այս պոռնիկներ էլի։ Էդ էլ ասեմ ձեզ։ Ռուսեր խոսք ունի լավ, ասма то, что имеет начало, то имеет и конец։
ինչ ունի սկիզբ, նա ունի նաև վերջաբան։ Վերջաբանն եկել է։